Թողնում եմ ձեզ մենակ, երևի շատ բան ունեք խոսելու, ներեցեք ինձ։ Դու ինչ ես այստեղ անում։ Սա այն հարցն է, որ ես ու մայրդ տալիս էինք ինքներս մեզ, երբ որ մենք իմացանք, որ դու գտնվում ես Հռոմում։ Կարող եմ մոտենալ իմ աղջկան։ Զգույշ եղիր զգեստի վրա հանկարծ չկանգնես։ Իհարկե։ Ամեն ինչ իդեալական է։ Իսկ դու, Դեբորա, գեղեցկուհի ես։ Արդեն երևում է փորիկդ, չէ՞։ Հայրիկ, Խեղճ Թամար։ Շատ էր ցանկանում քեզ տեսնել, բայց ես թույլ չտվեցի։ Ասացի նրան, որ նախ հայրը պետք է հաշտվի դստեր հետ։ ինչ ես ուզում ինձ ասել։ Քո մոր հետ ամեն ինչ կարգավորվել է, եւ հիմա ես այլևս չեմ հեռանա։ Աղջիկս։ Քո հայրը հպարտ մարդ է։ Շատ ավելի խիստ, քան դու կամ քույրդ կցանկանայիք։ Բայց նաև համաձայնվիր, որ ունեմ լավ հատկանիշներ։ Ես համառ մարդ եմ։ Բոլորն ինձ են սպասում, հայր։ Ես ուզում եմ ասել, որ քեզ ներում եմ։ Ներում ես։ Այնինչ արեցիր, շատ ծանր էր։ Դավաճանեցիր այն ամենին, ինչին մենք հավատում էինք, բայց դու իմ աղջիկն ես։ Եվ դու կրում ես իմ թոռանը քո որովայնում։ Ես ուզում եմ, որ ունենաս լիարժեք կյանք, որ երջանիկ լինես։ Իսկ այդ երիտասարդը քեզ սիրում է ամբողջ սրտով։ Սիրում է, չէ՞։ Իհարկե սիրում եմ։ Հենց դա է կարևոր։ Արարողությունն ամբողջությամբ պատրաստ է։ Դուք ամուսնանում եք նրա ընտանիքի կրոնով, բայց հետո մենք կանենք մեր հարսանիքը, մեր ավանդույթի համաձայն։ Երուսաղեմում։ Հայրիկ, Դու ասացիր, որ քո փեսացուն ուզում է դարձի գալ։ Ուրեմն վերջում ամեն ինչ լավ կլինի եւ կյանքը կշարունակվի բնական հունով։ խնդրում եմ լսիր ինձ։ Ամեն ինչ ընդհանրապես շեղում էր։ Պարզ շեղում։ Ոչինչ։ Ամեն ինչ հնարավոր է ուղղել։ Դու իսկապես կարծում ես, որ ինձ հարկավոր է քո ներումը։ Ինչ։ Ես չեմ հասկանում։ Հերիք է ձևացնես, հայր։ Քեզ վայել չէ այդքան հպարտ մարդ լինելով ձևանալ որպես զոհ։ Բայց ինչու ես ինձ ասում այդ սարսափելի բաները։ Դու հաճույք ես ստանում։ Կառավարել նրանց կյանք, ովքեր սիրում են քեզ։ Դու անարդար ես։ Քեզ համար, հայր, կրոնը, ավանդույթները, դրանք պարզապես պատրվակ են, չէ՞։ Որպեսզի ստիպես ինձ ու խեղճ Հանային անել այն, ինչ դու ես ուզում, առանց միլիմետր շեղվելու։ Հանգստացիր, աղջիկս։ Քո իրական ուղին Տորայի ճանապարհը չէ, դա Գեդեոնի ուղին է։ Բայց ես այլևս չեմ ուզում լինել շղթայված, առանց օդի։ Առաջին անգամ կյանքում ես ինձ ազատ եմ զգում, եւ առաջին անգամ ես օդ եմ շնչում։ Բավական է։ Այլևս չես իշխի ինձ վրա։ Ամբողջ կյանքում ամեն ինչ եղել է քո ուզածով, բայց հիմա վերջ։ Հիմա կլինի իմ ուզածով։ Կյանքն իմն է, եւ այնտեղ մուտք ունեն միայն նրանք, ում ես եմ թույլ տալիս։ Ներեցեք ինձ։ Սիրող մայրը չկարողացավ համբերել։ Աղջիկս, քո մայրը։ Դուրս այստեղից։ Դուրս այստեղից։ Դե դուրս։ Չէ՞ որ դուք ուզում եք ազատվել ինձնից։ Ուրեմն ինձ հանգիստ թողեք։ Աղջիկս։ Կներեք, հիմա չէ տիկին։
Խմիր իմ սիրելի աղջիկ, ինձ նայիր աղջիկս, խորը շունչ քաշիր, Դեբորա, խորը շունչ քաշիր։ Ինչու ես եկել այստեղ։ Որովհետև մայրդ ու հայրդ եկել են։ Դուք չպետք է գայիք։ Գնացեք այստեղից։ Ես ուզում եմ մենակ մնալ։ Հեռացեք այստեղից։ Դեբորա, Դեբորա։ Հեռացեք։ Եկեք գնացինք։ Որոշ ժամանակ հետո նա կհանդարտվի։ Լալված է, սա նրա համար ամենակարևոր օրն է։ Իմ ամենակարևոր օրն էլ է։ Հեռացեք։ Դուս։ Հեռացեք այստեղից։ Ինչի համար ներել։ Եթե կարելի է զայրույթ պահել, զայրույթով ու ատելությամբ լցված սիրտը շատ ավելի օգտակար է ինձ, եւ դրա համար էլ ես դարձնում եմ ներումն այդքան դժվար կամ նույնիսկ անհնարին։ Դեբորա, աղջիկս, խնդրում եմ, հանգիստ եղիր։ Երեխայի համար այս ամենը լավ չէ, քո այս թախիծը։ Սա պետք է լիներ իմ կյանքի ամենաուրախ օրը։ Ես երևի վերածվել եմ ծաղրածուի, լղոզված դեմքով։ Ոչ, աղջիկս, ոչինչ քո գեղեցկությունը չի կարող փչացնել։ Երբեմն ինձ թվում է, որ սխալ ընտրություն եմ կատարել։ Երբեք դա չկրկնես։ Դու ամեն ինչ ճիշտ ես արել։ Դու ընտրվել ես հիանալի առաքելության համար, որպեսզի այդ երեխային լույս աշխարհ բերես, եւ հիմա պետք է շատ համառ լինես, որպեսզի ամբողջ ճանապարհը ճիշտ անցնես։ Ուղղակի ժպտա եւ վերջ։ Ներեցեք։ Այժմ իմ ներսում վշտի փոխարեն կա միայն զայրույթ։ Ուրեմն կօգտագործես այդ զայրույթը, որպեսզի վեր գնաս եւ ցույց տաս, թե ով ես դու։ Մտածում եմ, այնինչ որ այսօր տեղի ունեցավ, չի համեմատվի այն փառքի հետ, որը քեզ ապագայում է սպասվում, քեզ եւ քո երեխային։ Շարունակիր հավատալ այդ սուրբ մարգարեությանը։ Եվ ոչ ոքի թույլ չտաս, որպեսզի փչացնեն այս օրը։ Դու ճիշտ ես։ Ոչ ոք չի կործանի իմ ամուսնական կյանքը։ Եթե աշխարհում ամեն ինչ ընթանար իմ ուզածով, ոչ ոք երբեք իրար հետ չէր ամուսնանա։ Այլ հակառակը, բաժանված կլինեին միմյանցից եւ սփռված ամբողջ աշխարհում։ Բայց ամուսնությունը միասին ապրելու երաշխիք չէ։ Ու դա Անդրեանոն շատ լավ գիտի։
Ինչպես որ մեր Աստվածը սուրբ է, թող նրա լույսը ձեր կյանքում լինի, եւ թող իր հովանու տակ պահի ձեզ։ Խաղաղություն եւ իմաստություն պարգևի ձեզ։ Դեբորա Կոեկ եւ Ադրիանո Մոնտանա այսօր Աստծո ներկայության մեջ ձեր ընտանիքները եւ բարեկամները հավաքվել են, որպեսզի ներկա լինեն ձեր ամուսնությանը։ Մի անգամ փարիսեցիները հարցրին Հիսուսին, իհարկե որպեսզի փորձեն նրան, ինչպես որ Մատթեոսում է գրված, հարցրին նրան. Թույլատրվում է արդյոք տղամարդուն բաժանվել իր կնոջից ինչ որ պատճառով։ Հիսուսը նրանց պատասխանեց, որ Աստված սկզբում ստեղծեց տղամարդուն եւ կնոջը, ասելով այսպես. տղամարդը կթողնի իր հորը եւ իր մորը եւ կմիավորվի իր կնոջ հետ, եւ երկուսը մեկ մարմին կլինեն։ Այլևս երկուսը չեն լինի, այլ միայն մեկ մարմին։ Եվ դրա համար էլ մի բաժանեք այն, ինչ որ Աստված միավորել է։ Եվ հիմա կխնդրեմ, որպեսզի դուք դեմ դիմաց կանգնեք։ Ադրիանո, քո ազատ կամքով համաձայնվում ես վերցնել Դեբորային, որպես քո օրինական կին։ Ադրիանո, քո ազատ կամքով ընդունում ես Դեբորային որպես քո կին։ Այո, Դեբորա, ընդունում ես արդյոք Ադրիանոին որպես քո օրինական ամուսին։ Այո, Եվ հիմա մեր Տիրոջ սուրբ ներկայության առաջ Ադրիանոյի եւ Դեբորայի համաձայնությամբ ընդունելով նրանց ցանկությունը եկեղեցու առջև եւ այն իշխանության, որն ինձ է տրված, հայտարարում եմ ձեզ ամուսին եւ կին։
Ուշադրություն, որքան մարդը վիրավորվում է, նույնքան ուզում է վիրավորել ուրիշներին։ Նեղության շղթան աճում է, ներքաշում բոլորի, եւ մտածում են միայն վրեժ լուծելու մասին։ Ես արդեն գիտեմ իմ վերջը, բայց մինչև այդ օրը գա, փոխհատուցումս պատրաստ է։ Քանք են վճարելու։ Ես միայնակ չեմ տառապելու։ Անդրեանով, Դեբորա,